նախ փոքրիկ մի հատ ռեմարկ, հետո եզրափակիչ խոսքս լավ, քանի ազգային ժողովում մեծամասնությունը ԿՊ-ն է, եկեք կուսակցությունների նկատմամբ սահմանափակումների հարցը չբարձրացնենք, որովհետև վաղ ենք կարող ասի, գիտեք, խորհրդանական ընդդիմադիր ուժեր, կուսակցություններ, որ Արցախի հանրապետության դրոշն եք դրել դահլիճում, եւ ձեզնից շատերը նաեւ իրենց աշխատասենյակներում, դա ժողովրդների միջև թշնամանքի քարոզումը, իսկ այն կուսակցությունները, որտեղ ադրբեջանակները դա չի ուզում եւ ադրբեջանական մամուլը դա պարզ գրում է, իրենց քաղաքական գործիչներն էլ են ասում, դուք թշնամանք եք քարոզում, նշանակում է դուք պետք է դատվեք, եկեք իրանց մոտ առանձնել չար մտքերի գեներատորը լավ աշխատում, ես կոչ կանեի հավելյալ չար մտքեր իրանց չտալ, նույնիսկ եթե մտադրությունը իրավամբ բարի է։ Հիմա քաղաքական ուժերի վարքագիծը ակնհայտ պարզ մաթեմատիկան է ասում, որ եթե Նիկոլ Փաշինյանը ունի ինչ-որ մի խումբ հետևորդներ, որոնք եթե Թրամփի անալոգիայով ասենք, Թրամփը ինչ էր ասել, չէ՞, եթե Times Square-ի վրա մարդ կսպանեմ, իմ օգտին մեկա քվեարկողներ կլինեն։ Հիմա եթե այդ տիպի ընտրողների քանակը ենթադրենք, թիվ եմ ասում, 100,000, 200,000, մի այդքան էլ վարչական ռեսուրս ունի, որովհետև ակնհայտ է, չէ՞, եթե մարդիկ գնում են պատարագի չակերտավոր, որովհետև դա պատարագ չի, այլ կռապաշտական ինչ-որ ծեսը, եւ տեսնում ես զինվորականներ, քաղաքացիական հագնված ոստիկաններ, դպրոցի ուսուցիչներ, մանկապարտեզի դաստիարակներ, այդ մարդիկ էլի գալու են, գոնե իրանք բերելու են ընտրություններ, եւ այդ թիվը ենթադրենք կազմում է 400,000, եթե ընտրություններին մասնակցի միլիոն հոգի մարդ, 400,000-ը 40%, եթե մասնակցի 1.5 միլիոն մարդ կամ 1,600,000, արդեն 25% է, եւ վարչական ռեսուրսը եւ այդ Նիկոլ վարչապետ գոռացողները արդեն եղանակ չեն ստեղծի, եւ դրա համար բոլոր քաղաքացիական ուժերի պարտքն է ուղղակի մարդկանց հորդորել գալ եւ մասնակցել ընտրությունների, եւ այն քաղաքական ուժերը, ովքեր իրանց դիրքավորում են որպես ընդդիմություն, բայց ասում են, դե լավ է, մեկա ոչի բան չի փոխվի, իրանք Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր են լցնում, կամ գիտակցաբար, կամ տգիտությունից դրդված։ Մասնակցության ֆորմատը պետք է լինի խոշոր դաշինքներով, որը կնվազեցնի ընդդիմադիր ձայների փոշիացման հավանականությունը։ 21 թվականին մենք ունենք 26 քաղաքական կուսակցություն եւ դաշինք, ովքեր մասնակցել են ընտրությունների։ Առնվազն 20-ը իրեն դիրքավորում էր որպես ընդդիմադիր, եւ ինչ տեսանք, գնացել հավաքել 15,000 ձայն, որի մեծամասնությունը գնացել է Նիկոլ Փաշինյանին որպես բոնուս, լավ չէ լինի, որ չմասնակցեին, ամբիցիաներից ելնելով, սխալ հաշվարկներից ելնելով, գնացին, մասնակցեցին եւ Նիկոլ Փաշինյանը գովընտրություններում հավաքել էր 53.8%, խորհրդանում այսօր ունի մոտ 65% ձայն։ Դա պետք է կանխել եւ օրինակ դաշնակցությունը հանդիպումների շարք է սկսել, կոնսուլտացիաներ այլ քաղաքական ուժերի հետ, այս հստակ ուղերձը հասցնելու նպատակով 3 հանդիպում է եղել ազգային կոնգրեսի հետ, որը ՀՀՇ-ի իրավ հաջորդն է, դաշնակցություն ՀՀՇ, հասկանում եք, չէ՞, դաշնակցություն ՀՀՇ-ի ժամանակ դաշնակցությունն արգելվեց, բայց այ պատասխանատվության զգացումը դրդում է, որ մենք հանդիպումներ ունենանք եւ մարդկանց համոզենք, ասենք, չէ, Հայաստանը թող գնա, հետո մենք մեր մեջ կհասկանանք ինչ ենք անում։ Եվ ես կրկնում եմ, հույս ունեմ, որ այն քաղաքական ուժերը, ովքեր տեսնում են, որ ռեալ անցնելու հավանականություն չունեն, իրենք գտնեն այլ ուժերի եւ միասին դաշինք ստեղծեն ու այդ մանր-մունր վեճերը չլինեն, էլի, այսինքն դաշինքի անունը ոնց պետքա լինի, ում գրասենյակում պետքա հանդիպենք եւ այլն եւ այլն։ Որովհետեւ եթե գնան 3 դաշինք, ուրեմն 10%-ը անցնեն։ Ավելի լավ մեկը լավ թող իրանք որոշեն, բայց թող ռիսկի
չդիմեն եւ Նիկոլ Փաշինյանի ջրաղացին հորդ ջուր չլցնեն։ Շնորհակալություն։